Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մեր հյուրն է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ազատ ամարտիկ եւ հասարակական գործիչ, պարոն Էդվարդ Էնֆիաջյանը, բարձր պարոն Էնֆիաջյան։ Բարձր պարոն Այվազյան, բարձր հարգելի հեռուստադիտողներ, հաղորդաշարի դիտորդներ։ Շնորհակալ ենք, որ միացաք մեզ, պարոն Էնֆիաջյան։ Այսօր գիտեմ, որ շատ կարևոր հարցեր ունենք միասին քննարկելու, որը որ անկասկած շատ հետաքրքիր կլինի մեր հեռուստադիտողներին, բայց պետք է սկսենք անպայման ընտրություններից, քանի որ դուք հետևում եք այդ գործընթացին, մենք խոսել ենք նախքան ընտրությունները, մենք չենք խոսել ընտրությունների ժամանակ եւ ընտրություններից հետո միանշանակ ականատես եք եղել Ռուսաստանի աննախադեպ միջամտությանը եւ այն արդյունքին, որը որ այսօր գրանցվեց։ Ընդհանուր առմամբ ձեր կարծիքը, չնայած որ դեռևս չի էլ ավարտվել այդ գործընթացը, տեսնում ենք, որ ընդդիմությունը նաև թիմել է սահմանադրական դատարան։ Լսում ենք։ Այս ընտրությունները ցույց տվեցին հերթական անգամ, որ մեր ժողովուրդը ավելի խոհեմ գտնվեց եւ ինչպես 90-ականների սկզբներին, երբ հակառակորդ հայ ժողովրդի չբարեկամները փորձում էին մեր մեջ սերմանային քաղաքացիականը, անհնազանդություններ, խռովություններ եւ քաղաքացիական պատերազմի, այսպես ասած, խամին եւ փոթորիկը բերեին Հայաստան չհաջողվեց անգամ երկրաշարժից հետո, նույնպես այս անգամ հայ ժողովուրդը գտնվեց հմուտ եւ ասեմ ձեզ, կուզեմ այսօր Ռուսաստանի շատ հայերի շնորհակալություն հայտնեմ հենց իրենց խոհեմության համար, իրանց հեռատեսության համար, որ չդառան օտարների ձեռքին գործիք։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ռուսաստանաբնակ, որոնցից շատերը եկան Հայաստան, շատերին աշխատանքի վայրից, եւ այս տեղեկությունները, որ մամուլում պատտվում էին, կեղծ չէին, երբ տեղեկացան, որ Ռուսաստանում տարբեր հիմնարկներում շատ հայերի, այսպես ասած, խնդրելով են ուղարկում Հայաստան եւ ոմանք ինձ զանգում պատմում են ամեն ինչ։ Ասեմ ձեզ, շատերը շատ ճիշտ են իրաց պահել։ Շատ այնքան ճիշտ, որ զանգում զգուշացնում են ինչ է, ով է գալիս, ով է անում, այսինքն Ռուսաստանի հայերի մեծ մասը տեսանելի պրոպուտինականության sense բանի տակ կար նաև հայկականություն, ես դա տեսա եւ այսօր օգտագործելով այս առիթը կուզեմ Ռուսաստանը բնակ հայերին շնորհակալություն հայտնեմ, անկեղծ եմ ասում, ապրեն իրենք, որ թույլ չտվին լինի այն ինչ-որ մեր ջուրն։ Այսինքն մի մասը այնուամենայնիվ չի քվեարկել այն մարդոց օգտին, ում հանձնարարված էր, որ պետք է քվեարկեին։ Միանշանակ։ Վստահ կարող եմ ասեմ, շատ շատերը, հատկապես նրանք, ովքեր շուտ վանից են ապրում Ռուսաստանում։ Ամեն ինչ նրանց համար հասկանալի է։ Ուստի մենք անցանք մի դժվար ժամանակ մեր կյանքում, մեր պետականաշինության գործում, իրոք դժվար ժամանակ անցանք, հիմա չենք իմանում մեզ ինչ ավելի դժվար ժամանակներ կամ ավելի լավ ժամանակներ, բայց վստահ կարող եմ ասեմ, որ այն պետությունը, որ մեզ սպառնում էր սարսափելի բաներով, հիմա ինքն է կանգնած շատ մեծ, շատ լուրջ սպառնալիքների առջև, Ղրիմից գալիս են հաղորդագրություններ, մեկը մեկից ահասարսուր եւ Արցախի ճակատագիրը, որ մեր ռազմավարական, այսպես ասած, դաշնակիցը մեզ համար նախատեսել էր, ինձ թվում է շատ մեղմ կլինի, եթե նման ճակատագրի արժանանան ռուսները Ղրիմում եւ Դոնբասում։ Մեղմ կլինի։ Ինչպես։ Մեղմ կլինի, հա, դա իրանց համար։ Այո, շատ, Արցախին է շատ։ Ասեմ ձեզ, կա Աքսյոնովի ելույթը, կարող եմ միացնել լսեք, Ղրիմի, այսպես ասած, գործող վարչակազմի ղեկավարի։ Տեղյակ եմ, բենզինի մասով։ Ուզում եք միացնել։ Տեղյակ ենք, բենզինի մասով, որ բենզին չկա, այլևս ոչ ոք չի կարող բենզին։ Մեկ ուրիշ ելույթ են ունեմ, երբ նա փակ
քվեական փակ քննարկման ժամանակ ասում է, որ չգիտեմ, եթե չունեք, կարող եմ միացնել, լսեք։ Փակը չգիտենք։ Փակից տեղյակ չենք։ Կունենաք հնարավորություն դա ամբողջությամբ լսեք։ Պարոն Աքսյոնովն է, Ղրիմի վարչակազմի ղեկավարը, ինձ ուղարկեցին Ուկրաինայից։ Հիմա ես ձեզ ահա непонятна наша ситуация. Хочу прояснить. լսում եք ես։ Вы должны для себя принимать уже какие-то окончательные решения. Ну и по чрезвычайному положению надо поговорить предметно. Будут колоссальные сложности. Черноморский флот сейчас должен вытянуть то, что вообще осталось на плаву, в Новороссийск. И они тоже выходят окончательно. Нас оставляют. Конторы, ФСБшники, уже перенесли управление на материк. Тут остались только местные, из тех, кто согласился. И это, откровенно говоря, пиздец. Диверсанты скоро будут просто мочить нас на улицах в наглую. Алексей Петрович, я прекрасно понимаю, что у вас по линии МВД ситуация критическая. И помимо жесткого недобора, личный состав массово переводится на материк. Но постарайтесь хоть как-то удержать ситуацию. По режиму чрезвычайного положения с 21 числа будем вводить жесткий комендантский час, полностью ограничивать выезд из населенных пунктов, ложить связь и шмонать теми крохами сил, которые у нас еще есть. На фоне отсутствия жрачки, перебоев с бензином и всем остальным, они сейчас активизируют всю свою агентурную сеть. Без этих мер мы просто ляжем. Да и проблему с топливом это хоть немного, но решит. По ПВО ситуация абсолютно паршивая. Боекомплект в России заканчивается. А после последних прорывов беспилотников в Москве и по регионам, я думаю, мы новых установок не дождемся уже никогда. Ситуация сегодняшних и последних атак показывает реальную, очень мрачную картину. Небо дырявое. Ну и чисто для вашего понимания, я имел очередной тяжелый разговор с Дмитрием Анатольевичем. Центр сейчас сосредоточен на внутренних атаках настолько, что крымский вопрос, он там вообще больше не поднимается. Не до нас с ним. Мне иногда кажется, что если завтра на здании Совмина вывесят украинский флаг, в Москве этого никто даже не заметит. Շնորհակալություն պարոն։ Արդեն փակ է Ղրիմի կամուրջը։ Բայց այնուամենայնիվ սպառնում են Հայաստանին։ Խոսենք Ուկրաինայից, պարոն Էնֆիաջյան, խնդիր չէ։ Խոսենք Ասեմ ձեզ ինչ ռազմաճակատի։ խնդիր կա։ Ռուսաստանում գրեթե բոլոր քաղաքներում 20 լիտր է դարել միջինը։ Տեղեր կա 10, տեղեր կա 30, միջին վերցել են 20, գրեթե բոլոր քաղաքներում հացթողման բենզինը դա 20 լիտր է։ Երկու շաբաթից Ռուսաստանում սկսում է հացահատիկի բերքահավաքը, պարոն Այվազյան։ Ռոստով, Կրասնոդար սկսելու է հացը հասնի։ 2-3 շաբաթից ախցխայվել է սկսելու դեղնել հացը դաշտերում։ Կտեսնեք ինքներդ, հացը դեղնելու է, հացը պետք է հավաքել։ Ոնց են հավաքելու, եթե տանկերի վառելիք չեն կարող հասցնել։ Բարձր։ Դες սովասը մասելու։ Աշունը Ռուսաստանում ալյուր չի լինելու։ Իրանք բերքը չեն Սահմանակի շրջաններում հիմնականում Ռուսաստանը շատ մեծ։ Պարոն Այվազյան, Ռուսաստանի Սարատովի շրջանի հացահատիկը դաշտից է պետք հավաքել։ Դաշտի պետք է կոմբայն դուրս գա։ Կոմբայնը պետք է լիցքավորմակայանում լիցքավորվի։ Լիցքավորմակայանը պետք է նավթի գործարանից լիցքավորման վարելանյութ հասցվի։ Եթե նավթի գործարանը չի աշխատում, վարելանյութ չի հասնելու։ Իսկ եթե աշխատում է վարելանյութ, առաջինը պետք է ռազմաճակատ գնա։ Նրանք չեն կարող ռազմաճակատի վառելիքի կարիքը չհոգան, դաշտում հավաքեն, ուզած թե չուզած։ Այդ իրենք խոսում են հաղթանակի մասին, պարոն Էնֆիաջյան։ Ոչինչ, բայց իրանք շատ վատ ընտրության առաջ են կանգնած։ Կամ պետք է բերքը հավաքեն, կամ պետք է սալարկա տանեն ռազմաճակատ։
Սալարկա չկա բերք հավաքելու համար, պարոն Այվազյան, բերք հավաքելու համար, կոմբայն աշխատացնելու համար։ Դուք պատկերացում ունեք Պատկերացնում եմ, հուսով եմ, որ հա։ ֆորենը Ե՞ն։ մինչև էլևատոր բերել, պետք է աշխատանք արվի։ Ինչով։ Դերևս ունեն Շատ տանից լուրջ է, որոշ պարոն չափով։ Այվազյան, Ռուսաստանում 100 միլիոն բնակչություն կա, այդ 100 միլիոնին հացահատիկ է պետք։ Հետո ով կերակրելու սրանց։ Դերևս ունեն։ Եթե նոր Անասուն է հարվածներ Սիբիրում, անասուն է Սիբիրում, այս որ բան հիվանդություն տարածեցին մի քանի ամիս առաջ։ Հիշում եք անասունը, որ ջարդեցին Սիբիրում։ Всё, սովը կազմակերպված է, պատրաստի սով։ Զելենսկին զգուշացրեց, որ շատ դաժան ձմեռ է ձեզ սպասվում։ Երևի ակնարկում էր նաև դա։ Դե հիմա տեսեք, վարելիք չկա Ռուսաստանում։ Ռուսաստանում վարելիքակսուկային կոլապս է։ Տեսեք Գրիմի ղեկավարը առաջնահերթություն ասում է վարելիքակսուկային նյութերը միայն հատուկ ծառայությունների։ Իսկ Բելարուսի մասով ինչ կարծիքի եք։ Մեկ շաբաթ տվեց Բելարուսին արդեն Զելենսկին։ վերջ։ Մեկ շաբաթ տվեց Զելենսկին։ Նոր կարծացի, որ Գերմանիան էլ զորքեր է տեղակայում մոտ 5000 Բելարուսի հետ սահմանին։ Հերիք այլ է Բելարուսի համար։ Այսինքն հիմա կենտրոնանալու են արդեն Բելարուսիայի ուղղությամբ, հնարավոր է նաև Լուկաշենկոին հեռացնելու։ Նման սցենար կա։ Ես չգիտեմ, ես գիտեմ, որ հիմա եթե Ուկրաինան մի քիչ էր սխմի, Վոլգոգրադի մոտ կրնի։ Վոլգոգրադի մոտ եղավ արդեն վերջ։ Ռուսաստանը մեզանից, որ ասում է, յան կտա։ Բայց իրենց հայտարարություններով խոսքերով դա չի երևում, պարոն Էնֆիաջյան։ Հայերն անընդհատ սպառնում են Սախարովան գրեթե ամեն օրվա Այսօր ռեժիմով նայեցի խոսում իրանց են։ վիճակը, իրանք շատ վատ են, սարսափելի վատ են, շատ վատ են։ Բայց Այսքան վատ ես Հայաստանի իրար չեմ նկատմամբ սպառնալիքները կարող է իրենց ուժային ու ամենայնիվ բավարարի եւ իրենց հասարակությանը փորձեն խաբել Հայաստանով։ Հայաստանի հարցերը լուծելով, այսպես ասենք։ Եթե հիմա իրանք Հայաստանի վրա շատ ուժ գործադրեն, ամբողջ աշխարհը մեր մեջքին կկանգնի շատ ավելի ցավալի, քան թե Ուկրաինայում, հավատացեք։ Թող անի։ Մենք հիմա երկու ուղղությամբ իրավիճակի զարգացման պատրաստ է մեր երկիրը։ Մեր երկիրը այս պահին ունի բավականին լուրջ ամրության Հիմքեր։ Որ ուղղություններն են դրանք։ Դե ասեմ ձեզ, տեսեք Ռուսաստանի Դաշնությունում արդեն 2 շաբաթ անցավ Հայաստանի Հանրապետության ընտրությունը չգիտեն ճանաչեն թե չճանաչեն։ Էլիտայի մի մասը ասում է ճանաչել, մյուս մասը ասում է ոչ, Սխինվալից մտնել Վարդան Ղուկասյանին օգնության։ Հա, այս Սամվել Կարապետյանին։ Հա? Սամվել Կարապետյանին։ Չէ, Սխինվալից մտնել 102 մի անգամից։ Հա։ Այդպես ուժեր կան, եւ Մոսկվա խոսում են դες բանը։ Հիմա տեսնենք որ ուժը ինչ է առաջարկում, բայց մենք մեր ազգային խնդիրները լուծելուց, այսպես ասած, պետք է մենք մեր անելիքը շարունակենք որպես ազգ։ Դա փաստ է։ Չասեմ։ Իսկ այս խաղը սահմանադրական դատարան եւ այլն ուղղակի խաղ է, հա, ժամանակ ցկելու համար, մինչեւ Ռուսաստանը որովհետեւ Մոսկվա չեն որոշում կայացնեն։ Չէ, Մոսկվա չեն որոշե ինչ են անելու։ Մոսկվա չեն իմանում ճանաչեն ընտրությունը թե չճանաչեն։ Եթե ճանաչեն, սա հնարավորություն է Ռուսաստանի, ոնց որ ասած, այն չորնի խոդով մի հատ փորձել քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ, որ դեռ մենք էլ լրիվ չենք գժվել, էլի։ Ինչո բաներ համաշխարհային բաները ճանաչում ենք։ Եթե փոք կլինի, լավ կդիտարկվի, որ փորձ Ռուսաստանին փոխի իր դիրքը, էլի։ Հա, տենց։ Իսկ եթե ինքը կասի չէ, չեմ ճանաչում, այդ ժամանակ կստացի, որ ամբողջ աշխարհը ճանաչեց, Ռուսաստանը, ինչպես 1918 թվին չճանաչեց, այս անգամ չճանաչեց Հայաստանի անկախությունը։
Ուրեմն սա ոչ թե վարչապետ չի ճանաչում, այլ անկախություն չի ճանաչում։ Սա արդեն ուրիշ խնդիր է։ Իրան էլ ես ասեմ ձեզ, 4-5 օր ժամանակը մնացել ռուսը կողմնորոշվի։ Կամ ճանաչում է, կամ 1918 թվի չճանաչելը իրան դեմն է դրվելու։ Ու սրանից բխող սա խնդիրները Արցախ, Արդահան, Նախիջևան, Ղարս, սա դուրս է գալու։ Մեղք իրավից։ Այսինքն Չճանաչի։ ինչպես է դուրս Ինձ գալու ձեռ պարոն ատալի Նեֆյադյան։ չճանաչի։ Ինձ ձեռ ատալի չճանաչի, ես որպես հայ տղա absolut ձեռ ատալի, թող չճանաչի։ Այսինքն Ոնց որ ինչպես է դուրս 18 թվին գալիս։ չճանա, ոնց որ 18 թվին Ադրբեջանի Հանրապետությունը նա ճանաչեց, Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց։ Ուստի Ադրբեջանի Հանրապետությանը դարավ դաշնակից, Հայաստանի Հանրապետությանը դարավ թշնամի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Անտանտայի անդամ էր։ Եվ հետո ՆԱՏՕ-ի Ադրբեջանից մտան Հայաստան։ միանալով Ադրբեջանի Հանրապետության զորքերին, Նուրի Փաշայի եւ մյուս Կազիմ Ղարաբեկիր Փաշայի երրորդ դաշտային բանակով միացան Հայաստանի Հանրապետությունում, այո։ Բայց այսօր էլ նույն խաղն են։ իրականությունը հիմա ինչա Այսօր էլ նույն խաղն են փորձում անել Թուրքիայի հետ բանակցում հիմա են։ Թուրքիայի Հանրապետությունը իրան շատ չեզոք է պահ, որը շատ գովելի է իմ կողմից։ Ինչքան գտեվի այդ չեզոքությունը։ Թուրքերը շատ խորամանկ են։ Իրանը Մոսկվայում էր բանակցում էր Պուտինի հետ, Լավրովի հետ, Շոյգուի հետ։ Պարոնը, խորամանկության հարց չկա ստեղ։ Աբսոլյուտ խորամանկության հարց չկա։ Պարզից պարզն է։ Թուրքիայի Հանրապետությունը այսօր սպասում է Մոսկվային։ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության ընտրությունները։ Ինչպես Անգլիան, ինչպես Իռլանդիան, ինչպես Ֆրանսիան, ինչպես Գերմանիան, Թուրքիան իրանց հետ ճանաչել է։ Ռուսաստանի Հանրապետությունը դեռ չի ճանաչել։ Նշանակում է Ռուսաստանը ոչ թե Նիկոլ չի ճանաչում, Հայաստան պետություն չի ճանաչում։ Ու սպասում է Թուրքիան Ռուսաստանի որոշ 1918 թվին էլ էր Նիկոլը։ Պարզվոր ոչ։ 1918 թվին Պուտինն էր։ Չէ, մեր ժողովուրդը շատ լավ հասկացավ եւ գիտակցեց, որ հարցը Նիկոլ Փաշինյանը չէ։ Հարցը անկախությունն է։ 1918 թվին ոչ Պուտին կար, ոչ Նիկոլ կար։ Էլի Ռուսաստանի պետությունը Հայաստանի Հանրապետությանը չի ճանաչել։ Միջև ինքը իր օկուպացիոն զորքը չբերեց, իր օկուպացիոն լակոտներին չնշանակեց այդ տարածքի թագավոր, նա չճանաչեց այդ եղածը։ Երեք միջև ինքը չսարքեց իր ռազմերով ուզած հայկական պետություն, այսպես կոչված հայկական պետություն, նա չհամաձայնվեց ոչ մի հայկական պետություն ճանաչի։ 29700, всё, թե 300 ինչքան է։ Էտա մեծ եղեք վտանգավոր եք։ Հենա Պուտինը իր բերանով երբ էլ Ջերմուկի են հիշում եք սահմանամերձ այդ որ բաները 23 թիվն էր 20-ը որ ասեց մեր գեներալները մոտ է ձեր բաները կարդ դուք պատկերացնում եք ինչ ստորացուցիչ բան է մեր ազգին հերոստացույցով ասում ձեր ռամկեքը ձեր սահմանները որպես հայի մեր գեներալներն են գծել Պուտինը դա ասում Քարտեզներն էլ գտնվում են Ռուսաստանում։ Գեներալն էլ է գտնվում Ռուսաստանում շշի կողքը ու Պուտին ասում է իմ գեներալն է գծում ձեր ազգի սահմանը ինչի մենակ դա մենակ ես եմ դա լսել թե ուրիշ մարդ էլ է լսել ու ինչի եթե լսել են չեն արձագանքել ավելի մասշտաբային այսպես ասած այդ փստլենքոտներն են մեզի սահման գծելու այդ փստլենքոտները որ սկի իրաց մայրաքաղաքը չեն կարող պաշտպանեն ոնց որ Մատիաս Ռուստի վաղ չէին կարող Սկի սովետի վաղ չէին կարող մի հատ գերմանացի ուսանող տղա որոշեց կարմիր հրապարակ նստի գնաց մի հատ 8000 եվրով այդ դոլար էր ժամանակ օթանավ առավ մի հատ փոքր փայտից Cessna եկավ կարմիր հրապարակ 86 թիվներ 7 թիվներ եկավ խեղճ տղեն նստավ Մատիաս Ռուստեր անունը
Այնպես չի որ հիմա է Մոսկվայի հոպը, այսպես ասած, բաց։ Միշտ է բաց է եղել։ Մարգարիտա Սիմեոնովա մի հատ կա, ինքը իրեն 18%-ով հայ է համարում, 100%-ի է հասցնում։ Հա, Հայրեն էլ է։ հա։ Երեք նոր հայտարարություններով էր հանդես եկել Solovy of Life-ի եթեր ինչեր իրենց ռոպագանդիստի մոտ էր մի խոսքով Սալավյովի կամ պաշտոնական ռուսական հերոստանգերություններ կամ ամենայն հավանականությամբ պաշտոնական հերոստանգերություններ, քանի որ կանգնած են խոսում։ Ինչ ասեց, չասեց, ասեց, որ Նիկոլը զիջել է Ղարաբաղը, Նիկոլը ցեղասպանությունը չի ճանաչում, հակառուս է, ամեն օր ռուսներին հայոյում է իբր եւ այդպես շարունակ, ասում է նրանից պետք է ձերբազատվել, ամեն ինչ պետք է անել, որպեսզի նա չլինի։ Բայց նույն ժամանակ ինքը ասում է, որ ինձ համար առաջինը Ռուսաստանի շահն է, ես ընդամենը 2 անգամ եմ եղել Հայաստանում։ Մենք 300 տարի նրանց որ ինքը ասեց, դուք լսեցիք, որ ինքը ասեց, ես 18%-անոց հայ եմ։ Դրանից առաջ էր ասել։ Լսեցիք դա։ Հա։ Դրանից առաջ ասել էր, խոստովանել էր, այո։ Հա։ Մենք պարզապես պետք է միշտ ամեն նման ելույթից հետո էդի տնենք հերոստա ունկնդիրներ լսեն, ով է խոսում։ Ով է խոսում։ Մի վիդեո կա, որ ասում ես որպես հայ, չէ, հիշում եք, ասում են, я как чистокровный армянка, հիշում եք, ասում են, я как чистокровный армянка, я как чистокровный армянка, դա վաճառում էր, չէ, լսարանին։ Հիմա որ աթես լավ չի գործել, հա։ Հիմա որ արդեն լավ չի գործել, աղբեր ջան։ Ասում ես, չգիտեմ այնտեղ ինչ է տեղի ունենում։ Հետո այդպեսի բաներ է ասում։ Ասում են ինձ համար Ռուսաստանի շահն է։ Պյոտր Պերվին էր հիշել, այն Պյոտր Պերվին, որը որ բոլորին թրաշել էլ տվեց։ Եվրոպացնում էր ռուսներին, որտեղ գնացին դեպի հույսով եմ Հայաստանի Հանրապետություն նման մարդ չի կարող այլևս մտնի։ Եթե ոչ միայն որպես մեղադրյալ։ Այսինքն իրենք խոսում էր Գրիբոյեդովից, Պետրոս առաջինից, ինչպես ասեցի, իրենք կարծում են, թե այսօրվա Պուտինի քաղաքականությունը Ռուսաստանի բոլոր ռուսների քաղաքականությունն է։ Չեն տարանջատում։ Բայց իրականում Պուտինը բավականին լուրջ ձևով շեղվել է, ուր Պետրոս առաջինը, ուր Պուտինը։ Չէ՞։ Պարոն Այվազյան, այդ բավականա երկու հատ Նյուրնբերգ դրիվ ուրիշ մարդկանց դուք կտեսնեք։ Դեմքերը փոխված, մոտեցումները փոխած, հավատացեք, ես գիտեմ ինչ եմ ասում։ Իսկ Հայաստանի ուղղությամբ դերևս Ռուսաստանը կողմնորոշվել չի ասես։ Այո, չեն կողմնորոշվել, ինձ թվում է էլիտայում կան զվարթոցված կա էլիտայում։ Բայց խմբալով իրենք չեն կարող գալ, քանի որ Վրաստանով պետք է անցնեն։ Այդ ժամանակ արդեն պետք է հակադրվեն Վրաստանի զորքերի հետ։ Ըստ այդ ուժերի Վրաստանը զիջող է։ Ինչ ուժում եմ, որ չեն կենտրոնացել Ուկրաինայի ուղղությամբ, պետք է գան այդպես անցնեն եւ Վրաստանը եւ Հայաստանը նման ուժեր կան, որ տես բաներ են ուզում։ Ինչով են գալու։ Ունեն նման հնարավորություն։ Ես իրենց հետ չեմ խոսում։ Շատ շնորհակալ ենք, պարոն Իվանյան, այսօրվա զրույցի համար։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։